Ընտրություններին առնչվող հարցումների մեջ որպես կանոն ներառված է լինում այսպիսի հարց. ում օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունը լիներ այս շաբաթ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով փետրվարի 26-ին լրանում է այն ժամկետը, երբ պետք է կատարվի կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը։ Ինչպիսին են այս պահին ընտրողների նախասիրությունները, ինչ պատկեր է ընտրարշավի այս նախափուլի ավարտին։ Ազատության ուղիղ եթերում տեսակետների խաչմերուկ հաղորդաշարում այս մասին զրուցելու ենք քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գարիկ Քեռյանի և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանի հետ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Մենք անդրադառնալու ենք ուրեմն արդեն իսկ հայտ ներկայացրած ուժերին ըստ այբենական հերթականության, ուրեմն սկսենք առաջինը ազատ դեմոկրատներ կուսակցությունից։ Պարոն Պողոսյան, նրանք հայտարարեցին իրենց կարգախոսը, որ ընտրություններին մասնակցելու են Օբամայի կարգախոսով մենք կարող ենք։ Որքանով այս աշխատող կարգախոսը լավն է, իհարկե, եթե իրոք կարողանան այն ինչ-որ մտադիր են անելու, որովհետև ազատ դեմոկրատները ունեն հետաքրքիր դեմքեր իրենց կազմում, բայց իրենց կուսակցությունը որպես այդպիսին դեռ չի երևում, պարզ ասեմ։ Դուք անցկացրել եք հարցումներ փետրվարի սկզբին, նախասիրությունների որոշ տվյալներ կբացահայտեք։ Առաջինը հիմնական ասեմ, ինձ գոհացրեց, որ տեղյակ են, որ լինելու է ընտրություններ, որտեղ ես կարծում եմ, որ կարող է մեծ մասը չիմանան, բայց մեծ մասը գիտեին։ Երկրորդը մոտ 60%-ը հայտարարել էին, որ մասնակցելու են։ Իհարկե դա չի նշանակում, որ անպայման կմասնակցեն, բայց արդեն ասենք դուրեկանա, որ մոտ 60% ինչ-որ տենց մտադրություն ունեն, եւ հետաքրքիր է, որ երբ որ հարցնում ենք, թե որ կուսակցության այս կամ այն ինչում տային կտակ, հետո ես անպայման ճշտում եմ, թե ինչքանով վստահ եք, որ չեք փոխի ձեր կարծիքը, 48% ասում են, որ չեն փոխելու։ Այսինքն կողմնորոշված տրազանգված է։ Վերադառնանք ազատ դեմոկրատներին, արդեն քաղաքագետի հայացք է ինձ պետք, ասենք ցուցակումներ գրաված ազատ դեմոկրատների գործիչներից մեկը Ստեփանը Սաֆարյանն ասաց՝ մի պահանջեք ուրիշից 30,000 դրամ, իսկ մեզնից լավ երկիր, դա արդար չէ։ Եթե ուզում եք լավ երկիր, ապա ընտրեք լավ ծրագրեր։ Ընտրողների համար ահա այսպիսի ուղերձները որքանով ընկալելի, ընդունելի եւ խրախուսելի կլինեն։ Դե ասել պահանջեք 100,000, եթե ուզում եք շատ լավ է։ Իհարկե Ստեփան Սաֆարյանի այս խոսքը կարծես մեսիջը ընտրողներին, որ մենք իրականում չունենք ձեզ այն ֆինանսական միջոցները, որ բաշխենք եւ ընտրենք ձեզ ընտրակաշառքով, ասենք, մասնակցել ընտրությունների, բայց նկատի ունեցեք, որ գործ ունեք մի քաղաքական ուժի հետ, որը ունի բավականին լուրջ ծրագրեր, նպատակասլացություն եւ կարող է իր խոստումները կատարել։ Իհարկե, սա ինչ որ միտեղ կարելի ասել նախընտրական կամ քարոզարշավի փուլում ընդունված, այսպես հնարք է, բայց ազատ դեմոկրատների առումով ես ասեմ, որ հայ քաղաքական դաշտը միշտ կարիք ունեցել է լիբերալ, իսկական լիբերալ ազատական ուժի 90-ական թվականներին Ներողություն, արդյոք այդ լիբերալ գաղափարները պահանջարկված են մեր հասարակությունում։ Ես այդ էի ուզում ասել, որ 90-ական թվականներին կարծես մենք սպասում էինք, որ մեր ավանդական ռամկավարները գուցե կարողանան այդ նիշը զբաղեցնել, բայց ցավոք սրտի այդ կուսակցությունը, որ դասականորեն մեր հայ իրականության մեջ ազատական գաղափարների կրողներ, ըստ էության չկարացավ եւ հիմա էլ արդեն որևէ ընտրությունն է չի մասնակցում։ Նախորդ ընտրություններին ժառանգության հետ ազատ դեմոկրատների մասնակցությունը եւ նրանց պարլամենտական ֆրակցիայի արկայությունը բավականին հույսեր ներշնչեց, որ այս ուժը կարող է կայանալ եւ հիմա ես օրինակ ուրախ եմ, ճանաչում եմ այդ խմբակցության առաջի տասնյակում առաջարկված գործիչներին, իսկապես մարդիկ են, որոնք վարկաբեկված չեն որոշակի, ասենք, պաշտոնական դիրքերում, քաղաքական տարբեր գործարքներում, բայց իհարկե կարողանան արդյոք իրենք ստեղծել այն կառույցները, այն ցանցը կամ ասենք այնպիսի զանգված հավաքել քարոզչական, որ կարողանան դիմագրավել հենց այդ 30 կամ 100,000 բաժանողներին, եթե ապրիորի վերցնենք, որ կարող է այդպիսի բան լինել, մեր հայ իրականության մեջ բավականին դժվար է ասել։ Անցնենք առաջ ելք դաշինքը, ինչպեսին է տվյալ, խնդրեմ։ Մինչև ելքը անցնելը հավելեմ, որ իհարկե ոչ ոք գաղափարները չի քննարկում ընտրողները, բայց լիբերալ գաղափարը ամբողջ աշխարհում որոշակի ճգնաժամ ապրում հիմա ընդհանրապես։ Այնպես որ իրանց գործը բարդ է լինելու։ Ճիշտ է։ Լավա որ չեն կարծում պլատֆորմները,
բաներին ծանոթ չեն, ծրագրերին ծանոթ չեն, առանձնապես գաղափարներին ծանոթ չեն, նայում են դեմքերին։ Դե ծրագրերը դեռ հրապարակված էլ չեն։ Նաև հրապարակված չէ։ Ելքի հետ կապված Ելքի հետ կապված կարող եմ ասեմ, որ տվյալները։ իրենք նույնպես նոր կուսակցության շատ դժվար է մտնելու այդ դաշտը։ Ծանոթ հայտնի դեմքեր են այնուամենայնիվ։ Դա համար բոլոր կուսակցությունները ծանոթ դեմքեր են, հայտնի դեմքեր են նաև դաշինքում։ Բայց իրենց մոտ կա այն, որ ինչքանով ես հասկացա երիտասարդ զանգվածը ընտրողների, կարծես թե ինչ որ համակրանք ունի ելքի նկատմամբ։ Հենց պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի, որը ցուցակում հենց Էդմոնդ Մարուկյանն է։ Միգուցե երկու երիտասարդ այնց երևացող պարլամենտարիական բանի ազգային ժողովի падգամավորներ, որոնք ճանաչված են։ Թվեր չեք ասի այս պահին որքանով է իրենց։ Անիմաստ է հիմա թվերը ասեմ, որովհետև մենք նայել ենք հենց այդ զորոյական ստարտային վիճակը, որ միանշանակ փոխվելու են այդ թվերը։ Շատ լավ։ Բայց բարձր չեն թվերը։ Ես պարզապես թվերի մասով կարելի է, ես պարզապես իհարկե սոցիոլոգիական հարցերի ես չեմ տիրապետում, բայց եթե վերցնենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, ապա եթե ասենք մյուս կուսակցությունների առումով մի փոքր հարց է առաջ գալիս, որտեղ ինչքան ձայն ունեն կամ ինչքան կարող են հավաքել։ Օրինակ Վանաձորում հստակորեն երևաց լուսավոր Հայաստանի ձայների քանակը կարծեմ 30,000-ը պիտի որ անցներ, չէ, չեմ սխալվում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայնային, այսպես ասած, զանգվածը երևաց Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Հանդինես ասում Միքայելյանի, եթե չեմ սխալվում, էլի բավականին չափ ձայն հավաքեցին։ Սա համազգային ընտրություններ են, հասկանալի է, բայց մի մարզով մի քաղաք կարանք սենց ենթադրենք, որ ասենք թե արդեն այդ նույն մարդիկ այդ նույն տարածքներում այդքան էլի կբերեն համապետական ընտրություններին, նույնիսկ դա վստահաբար ասելը սխալ կլիներ, որովհետև ուրիշ ուժեր մտնելու են եւ շատ ակտիվ աշխատելու են։ Դուք մտածում եք, որ նրանից ցույց ձայներ կխլեն։ Այդ բան։ Բայց ամեն դեպքում ստեղ նկատի ունենանք, որ 3 գործիչներն էլ բավականին խարիզմատիկ են, եւ Նիկոլ Փաշինյանը, եւ ուրեմն Արամ Սարգսյանը, այո, եւ Էդմոնդ Մարուկյանը։ Էդմոնդ Մարուկյանը բավականին վառ արտահայտված ուրեմն դեմքեր վերջի խորհրդարանի գործունեության մեջ։ Ես այսպես կասեմ, ելքը իհարկե մուտքի մեծ շանսեր ունի։ Այո, Բառասաստացվեց։ հետո մեր քաղաքական մշակույթի մեջ նայեք, մենք ավելի շատ հիմա ընտրողները նայելու են անձերին, դուք ճիշտ ասեցիք, էլի դեմքերին եւ խարիզման շատ մեծ նշանակություն ունի։ Օրինակ ես նայում եմ, կա քաղաքական կուսակցություն, որը իր ծրագրով կարող է ընտրազանգված ունենալ, բայց ղեկավարները մի տեսակ խամր են, չեն ցայտուն չեն երևում, գրավիչ չեն, շնորհակալություն եւ դրա համար նրանք դժվելու են։ Հիմա անցնելով մեր ընտրաշավի հաջորդ մասնակցին Ծառուկյան դաշինքի, փորձենք բացատրել, ինչու թեև Գագիկ Ծառուկյանը ավանդաբար բոլոր սոցիոլոգիական հարցումներում արձանագրում էր բավական բարձր ցուցանիշներ, հա, այո, անհատապես հենց ինքը շտապեց հրապարակեց առաջինը եւ այս պահին միակը, որ հրապարակել էր 15 քայլերը, հենց ծրագիրը, որը դուք ասում եք, որ չեն կարդում ընտրողները, թե ինչ է պատրաստվում անել, կարճ այս ծրագիրը կարելի էր բացել այսպես, որ պակասեցնել հարկերը, բարձրացնել աշխատավարձերն ու նպաստները։ Լավ է հնչում իհարկե։ Ես պետք է ասեմ հետեւյալ երկու դիտարկում, նախ Ծառուկյանը ինքը ճանաչված է։ Իհարկե իրենք անվանան փոխում երբ արեցին, Բարգավաճ Հայաստանի դեպի Ծառուկյան դաշինք շահեցին, որովհետև Բարգավաճ Հայաստանը այնց շատ հեռավոր ու անսպասելի, այսինքն ոչ ոք վստահ չէր, որ Բարգավաճա լինելու Հայաստանը, գոնե առաջիկա 5 տարում։ Այդ առումով վերնագրի փոփոխությունը նաև ճիշտերին առումով, որ Ծառուկյանը ճանաչված է ոչ որպես քաղաքական գործիչ, բայց որպես բարերար, բոլորը գիտեն շատ բարձր վարկանիշ ունի, ունեցել է եւ հիմա էլ ամենաբարձր անձնական վարկանիշը ոչ որպես կուսակցության գործիչ, այլ որպես Գագիկ Ծառուկյան, չէ, որպես մարդ, որպես դեմք, որպես քաղաքացի, որպես անձնավորություն։ Իսկ ինչ վերաբերում է ծրագրերին, տեսեք, եւ մեր ընտրողը, եւ կուսակցությունները այս 25 տարում բավականին հմտացել են։ Ինչ առումով իրենք նախ ընտրողը հասկացա, որ ծրագրերին առանձնապես չարժի խորանալ, որովհետև գրում են մի բան, խոստանում են մի բան, հետո չեն անում։ Ուրեմն սկսեցին քիչ բոլորի ծրագրերը նույնն են, կամ շատ նույնն են։ Այո։ Սկսեցին ավելի քիչ ուշադրություն դրան դարձնել, այդ իմաստով հմտացան նաև կուսակցությունները, որտեղ ոչ թե 30 էջանոց sense երկարաշունչ ծրագրեր են տպագրում, այլ 5 քայլի, 10 քայլի, չգիտեմ, 30 քայլի։ Հա դա ճիշտ է, դա ճիշտ մոտեցում է, որտեղ այնտեղ ընտրողը ինչ որ ռեալ, խելքի մոտ, ասենք ռեալիստական բաներ կգտնի եւ կկողմնորոշի։
Այս առումով ճիշտ քայլ է։ Բայց հետաքրքիր է, ձեր կարծիքով գիտակցված ընտրություն կատարող ընտրողը, հա, որը կարդում է այդ ծրագրերը, որը հետևում է իրենց ուղիին, ինչպես կքվեարկի մի դաշինքի, որը օրինակ շատ կարևոր հարցերում, ինչպիսին արտաքին քաղաքական կողմնորոշումն է, ունեն բավականին այսպես մեղմ ասած հակադիր դիրքորոշումներ։ Հայտնի է, որ ԲՀԿ-ն Ծառուկյան դաշինքին մաս կազմող ԵՏՄ-ի կողմնակից էր, իսկ այ ՀՀՇ-ն, որը նույնպես հանձին իր առաջնորդի մաս է կազմում այս դաշինքի, դեմ է եւ եվրոպական ինտեգրման կողմնակից է։ Սա արդյոք ազդեցություն կունենա ընտրողների տրամադրության վրա։ Ինձ թվում է մենք պետք է ընտրազանգվածին այդպես միանշանակ համահավասարեցված մակարդակով չմոտենանք, որովհետև հենց այդ նույն ընտրազանգվածի մեջ կան մարդիկ, որոնք իսկապես փորձում են խորանալ, ոնց որ դուք ներկայացրեցիք։ Շատ քիչ են իհարկե։ Այո, շատ քիչ են եւ դա Երևանում թերևս մտավորականության մի որոշակի հատված, որը փորձում է գիտակցական ընտրություն կատարել, կան, ասենք, մի շատ խոշոր ընտրազանգված, որը ես պարզապես մի քիչ երևի անհարմար եմ օգտագործում բառը, ընտրակաշառքի սպասումով կքվեարկի։ Քաղաքագիտական տերմինով ասած մարգինալացված ընտրազանգված ունենք, որը այսօր այդ բան չի խորանում եւ նա այդքան էլ չի կողմնորոշվում եւ այս ֆոնի վրա մարդ, որը մշտապես հանդես է եկել ժողովրդի առաջ որպես բարեգործ, շատ ավելի մեծ քաղաքական կապիտալ է կարողացել կուտակել, քան ասենք նրանք, ովքեր, ասենք, ավելի ռեալ ծրագրեր են կազմել կամ փորձել են, ասենք, հաշվարկել կամ քննարկել կամ մանևրել իրենց քաղաքական գործունեության մեջ։ Անցնենք հաջորդին, դա կոնգրես ՀԺԿ դաշինքն է, ես գուցե մի քիչ սխալվեցի, երբ որ ասացի, որ միայն Ծառուկյան դաշինքն է այս պահին ծրագիր հրապարակել, այս Կոնգրեսն էլ է այո, կոնգրեսի հրապարակած կարգախոսը եւ իրենց խաղաղության ծրագիրը էլի հայտնի է, խաղաղություն, հաշտություն, բարի դրացիություն կարգախոսը, արդյոք այս արժանապատիվ խաղաղության ծրագիրը, որ առաջարկում է այս ծրագիրը, հաշվի առնելով, որ մինչ այժմ գոնե քաղաքական, քաղաքագիտական շրջանակներում առավելաբար քննադատական ընկալման է արժանանում, հանրության կողմից ինչ արձագանք կստանա։ Հանրության կողմից եթե դատենք, տեսեք, մեր բոլոր հարցումներում ես 25 տարի շարունակ որ ես անցկացրել եմ, հիմնականում մեր բնակչությունը եւ Ղարաբաղի բնակչությունը ընտրողները այդ, որտեղ այնտեղ ենք մենք անցկացրել։ Բոլորն էլ միանշանակ միայն մի բան են շեշտադրում, որ Ղարաբաղը պետք է անկախ լինի, Ադրբեջանի կազմում չի կարող լինել, եւ եթե դրա համար պետք է ինչ-որ զոհաբերությունների գնալ, ելի կգնանք։ Այսինքն այս մոտեցումը մի քիչ, այսինքն շատ քիչ երկրպագուներ կգտնի մեր հասարակությունում, չնայած այդպիսի կան մարդիկ, որոնք համարում են, որ վերջապես այս վիճակին պետքա վերջ դնել, ինչ որ ձեւով հարցը լուծել, եթե զիջումներ պետք զիջումներ անենք, բայց դրա դիմաց ինչ ենք ստանալու չգիտենք։ Կողմնակիցները ավելի փոքր տոկոս են կազմում, շատ, չէ, չասենք խաղաղության եւ պատերազմի կողմնակիցներ։ Ինչ գնով խաղաղություն, բայց ինչ գնով։ Դա մարդիկ հասկանում են։ Հետաքրքիրն է, որ հենց առավել ընդդիմախոսությունը իհարկե առանց անունը տալու հենց այս ծրագրին արժանացավ, գուցե թե ես այդպես եմ ընկալում Սերժ Սարգսյանի հենց այս շաբաթ ունեցած ելույթը, երբ որ նա հայտարարեց ասել եւ կրկնում եմ այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, անընդունելի է։ Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում, մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որևէ առնչություն չունեն եւ նրանց պատճառով չեն, թերի կառավարումն է նրա ուղղակի ազդում ազգային անվտանգության եւ երկրի պաշտպանակության վրա։ Այստեղ ոնց որ թե գաղափարների մրցակցություն տեսնում ենք, հա, ինչով բավական աղքատ է այս անգամ մեր գոնե այս պահին մեր Իհարկե նախագահի շեշտադրումների մեջ ճշմարտացիություն կա եւ բավականին մեծ տոկոս մենք հենց նույն Իսրայելի օրինակը ունենք, որը 70 տարի պատերազմական իրավիճակում եւ թշնամական շրջապատման մեջ այսօր դարձել է աշխարհի ամենազարգացած տեխնոլոգիաներ կրող երկիրը, գիտական պոտենցիալով, ամեն ինչով դարձել նույնիսկ զենք վաճառով, որից մենք ենք տուժում։ Բնականաբար մենք ունենք օբյեկտիվ դժվարություններ, նախագահը ճիշտ է ասում, դրանց մեջ բավականին դժվարությունների մեջ սուբյեկտիվ գործոնի դերը բավականին շատ ավելի մեծ է երբեմն, ռեսուրսների անխնա օգտագործում, պետական միջոցների վատնում, սխալ կադրային քաղաքականություն եւ այլն։ Սա իհարկե շեշտադրումը ճիշտ է, բայց բացառել, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակումը կիսապատերազմական վիճակը, որը Հայաստանից հսկայական
նյութական միջոցներ է խլում, ազդում է մեր տնտեսական զարգացման վրա, իհարկե բացառելը ճիշտ չէ։ Պարոն Պողոսյան, դուք ասացիք, որ թվերը այս պահին չեք ասի, բայց այս թիվը ես պիտի խնդրեի, որ հրապարակեք, որովհետև հենց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը արդեն իսկ ազդարարեց, որ այս ընտրություններում ցավալիորեն հաղթող են անտարբերությունը եւ աղքատությունը, սա ամենաայլանդակ նախափուլն է, որ մենք երբևէ ունեցել են։ Ինչ են ցույց տալիս ձեր թվերը, իրոք անտարբերների քանակը այդչափ մեծ է։ Չէ, միշտ մի 25-30% անտարբեր են եղել, հիմա էլ այդպես է։ Որ ասեմ աճել են անտարբեր խավի տոկոսը ոչ։ Չեն աճել, ուրիշ հարց, որ բողոքական զանգվածն է աճել։ Այսինքն մարդիկ, որոնք դժգոհ են, իրանց վիճակից, երկրի վիճակից, կառավարությունից, ազգային ժողովից, կուսակցություններից մեծ օգնածություն կա։ Հասկանալի։ Այ կուսակցություններից օգնածությունը ինչպես կանդրադառնա մեր հաջորդ մասնակցի, այսպես ասած ընտրարշավի Հայ հեղափոխական դաշնակցության վրա, որը ընդունված է համարել, որ իր կայուն ընտրազանգվածը միշտ ունի։ Շատ լավ, մի երկու բառ ընդհանրապես քաղաքագիտական իմաստով գոյություն ունի մի երևույթ, որը բնութագրում է աբսենտիզմ, երբ որ մարդը իրեն դուրս է դնում քաղաքական գործընթացից եւ հիասթափված այլևս չի ցանկանում մասնակցել, այս երևույթը կա ցավոք սրտի եւ դա քաղաքական օտարվածություն այո, ճիշտ է, հայերեն տերմինը քաղաքական օտարվածություն, այս երևույթը կա, չեն կարող ժխտել։ Ինչ վերաբերում է դաշնակցությանը, իսկապես 25 տարվա մեր անկախ պետականության նորագույն շրջանի ընթացքում բոլոր ժամանակները ցույց տվեցին, որ դաշնակցությունը իներցիոն ուժով որպես հայ ազգային կուսակցություն մեր դասական կուսակցությունից մեկը պահպանում էր իր 5%-անոց ընտրազանգվածը։ Իհարկե կան 8-ից 9%։ Ավելին, հա, հիմա էլ երևում է այդ 8-ից 10%-ը, 9%-ը իրոք իրենք ունեն, միշտ ունեցել են։ Միշտ ունեցել են, իհարկե ես 10% չեմ կարող ասել, բայց 5%-ը ամենայն չկասկածելով կարող եմ ասել, որ իսկապես ունեցել տարբեր ուրեմն շարժառիթներ կան, այն որ այս կուսակցությունը մշտապես գաղափարական ազգային որոշակի շեշտադրումներ ունի, ցեղասպանության, ասենք միջազգային ճանաչման այդ ակունքներում է մշտապես կանգնած եւ կա հասարակության մեջ մի հատված, որ ամեն դեպքում այս գաղափարները իրենց հոգի հարազատ են։ Ուժի հետ գործակցությունը բացասականորեն չի անդրադարձել այս կուսակցությանը։ Իհարկե անդրադարձել է, գուցե ինչ որ ձայներ իրանք կորցրեցին, բայց միգուցե ինչ որ ձայներ էլ ձեռք կբերեն հենց համագործակցության շնորհիվ, նաեւ վարչական ռեսուրսի օգտագործման։ Հայաստանի կոմունիստական կուսակցություն, ճիշտ ասած, այս պահին դեռևս ընտրարշավի ամենապասիվ մասնակիցն է, ու ես ճիշտ ասած չեմ էլ պատկերացնում, թե ինչ կարելի ավելի շատ խոսել, հայտնի այս պահին իրենց կարգախոս հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ, որքան է այն մարդկանց, այսպես ասած, տեսակարար կշիռը, որոնք հիշում են, թե այս ամեն ինչը իրական ինչ բովանդակություն ունի կոմունիստական կուսակցության պարագայում։ Իհարկե, որքան որ տարօրինակ ես ասեմ, կոմունիստներն ունեն, ճիշտ է, շատ քիչ, բայց ունեն ընտրազանգված, սրանք բավականին տարիքային առումով այն մարդիկ են, որոնք իրենց ամբողջ գիտակցական կյանքը ապրել են խորհրդային ժամանակներում, կրել են այդ խորհրդային մշակույթի ազդեցությունը, իսկ դա բավականին երկար է մնում կյանքում եւ չի անցում։ Ես ինքս մինչեւ հիմա իմ օրինակով դատելով շատ կոմունիստական կուսակցության ես եղել եմ կոմկուսի անդամ, նույնիսկ կուսակցական աշխատող երիտասարդ տարիներին, մինչեւ այսօր ես այդ ազդեցությունը զգում եմ։ Նույնիսկ վերհիշում եմ բոհական տարիներին, ինչպես են Լենինի աշխատությունները կարդում եւ հատոր պարոն Պողոսյանն էլ անցել է շրջանը։ Չէ, բայց դա անհետ չի անցել։ Ամենահետաքրքիր ֆենոմենն է, որտեղ կարծես ամենամեծ զանգված ընտրողները իրենք պետք է ունենային։ Ավելի քան 60% իրենց ընտրողները պետք է լինեին։ Նույնն է Ռուսաստանում է, բայց ամենակիչը ունեն։ Եվ դա տարեստարի տարօրինակ է, բայց այդպես է։ Տարեստարի նվազում։ Նույնը ես կարող եմ ասենք կանանց համար, որ այստեղ շեղում եմ թեմայից, բայց կին падգամավորներին թվում էր, թե բոլոր կանայք պիտի ձայն տան։ Կանայք ընտրում են տղամարդկանց։ Կանայք մերժում են իրենք, իրանց հիմա նախկին կոմունիստները մերժում են ներկա կոմունիստներին։ Ընտրարշավի մեկ ուրիշ առաջատար հասանք Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Տեսեք, 3 ընդամենը հրապարակվեց իրենց կարգախոսը, անվտանգություն եւ առաջընթաց։ Անմիջապես հետևեցին մեկնաբանություններ, որ սա անում է մի կուսակցության պարագայում, որ ավելի քան 10 տարի է արդեն տիրապետում է իշխող լծակներին, սա ակամա խոստովանություն է, որ մենք խնդիրներ ունենք եւ անվտանգության եւ առաջընթացի իմաստով։ Այս ուղերձը որքանով հասանելի կդառնա ընտրողին։
Իհարկե քանի չի լուծվել Ղարաբաղյան հակամարտության հարցը, քանի Թուրքիան չի ճանաչել մեզ եւ մենք կիսապատերազմական վիճակում ենք Ադրբեջանի հետ, նշանակում է միշտ մենք անվտանգային խնդիրներ ունենալու ենք։ Դա բացառված է, որ մի քաղաքական ուժ նախորդ տարիներին անվտանգային խնդիրները լուծած լինել մինչև վերջ եւ այսօր հանդես գալ այդ կարգախոսով, որ մենք անվտանգության հարցը լուծել վերջացրել ենք։ Դա չի լուծվի, քանի չի ավարտվել ուրեմն հակամարտությունը։ Իսկ առաջընթացը դա ընդհանուր քաղաքական կարգախոս է եւ ավելի շատ կիրառվող, այնպես որ ես չէի ասի, թե այս կարգախոսը անհաջող է։ Տեսեք, Ավելին ասեմ, ուղղակի ավելացնեմ, անվտանգություն եւ առաջընթաց։ Բոլոր կուսակցությունները այս կարգախոսը կարող են օգտագործել եւ այս կամ այն ձևակերպումով բոլորն են ենթադրում են դա։ Սա է ունիվերսալ ինչ-որ մոտեցում է։ Կարելի է ավելացնել հարուստ կյանք, աղքատության վերացում, կոռուպցիայի դեմ պայքար, իսկ սրանք են ունիվերսալ բաներ են, որ բոլորս դրա կարիք ունեն։ Իդեպ, մինչ այս պահը իշխող կուսակցության առնչությամբ անընդհատ հնչում են հավաստիացումներ անբիծ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ եւ տեսեք նույնիսկ այն, որ թեև այդ ցուցակը հանրապետական կուսակցության գլխավորում է պաշտպանության նախարարը, էլի Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դա որևէ խաչաձևում չի լինելու նախընտրական քարոզչության եւ պաշտոնական լիազորությունների իրականացման եւ միջկուսակցական քննարկումներ բանակում չենք լինելու, մենք չենք մտցնելու եւ ավելին զգուշացնելու եմ, որ այդպիսի փորձերը ուղղակի պատժվելու են։ Պարոն Քերյան, ձեզ համար հավատարժան են այս հավաստիացումները։ Գիտեք ինչ, նախորոք ասել որևիցե բան ինձ թվում է կոմպետենտ չի լինի։ Երևի նման հարցեր մենք փորձենք քննարկել, պատասխանել ընտրական գործընթացից հետո, երբ որ մենք տեսնենք ինչպես եղավ։ Պարզապես այն տեխնիկական մեթոդները, որոնք որ առաջին անգամ ներդրվում են այս ընտրությունների ժամանակ նախորդ ընտրություններին չեն եղել, փոքր ավելի շատ հույս են ներսնչում, որ ընտրակեղծիքները այս անգամ ավելի քիչ են։ Իհարկե համաձայն եմ, որ պետք է սպասել, երբ որ փաստեր կլինեն, բայց երբ որ Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարը հայտարարում է, որ բանակում չի լինելու կուսակցական գործունեություն, ուշադրություն, ինչպես չի եղել նախորդ ընտրություններում, իսկ եթե զինվորները որոշեն եւ լավ է կատարում իր աշխատանքը եւ որոշեն քվեարկել իր կուսակցության օգտին, դա իրենց ընտրություն եւ իրավունքն է։ Միթե մեզ հայտնի չեն թե փաստերը, թե նախորդ ընտրություններում բանակի դերակատարությունը։ Ինչպես նախորդում չի եղել, այդպես էլ հիմա չի լինի, էլի կարելի է այսպես ասել, բայց այստեղ ուրիշ խնդիր կա, որ ամենամեծ ռեսուրս ունեցող կուսակցությունն է։ Եվ մարդկային, եւ ֆինանսական, եւ ադմինիստրատիվ։ Այո։ Եվ ունի իր կառույցները բոլոր մարզերում, եւ ունեն ահագին քանակությամբ թվով մարդիկ, որոնք իրոք համոզված գնալու են քվեարկեն, ոչ թե այդ կաշառված են, այլ իրենք այդպես են մտածում։ Ինչ որ տարբեր ձևերով, գծերով, թելերով կապված են իշխանությունների հետ, նրանք դրանով իսկ պաշտպանում են իրենց վիճակը քվեարկելով կողմ։ Այնպես որ իսկ այդ մարդկանց քանակը բավականին է։ Շատ է, եթե մենք վերցնենք ամբողջ պետական ծառայական համակարգը, ղեկավար աշխատողները, իրենց ընտանիքի անդամները, նրանց համակիրները, եւ ինչու՞ չէ առողջապահական համակարգը, կրթական համակարգը, դպրոցները եւ այլն։ Այո, եւ սա գիտեք ինչ, սա հայկական երևույթ չէ։ Նույնիսկ ամենազարգացած դեմոկրատիաներում միշտ իշխանության գլուխ եղած կուսակցությունը, որը մասնակցում է հերթական ընտրություններին, առավելագույնս ցանկանում է եւ օգտագործում է վարչական ռեսուրսը բոլոր օղակներում, նույնիսկ Միացյալ Նահանգներում է այդպես, մյուս երկրներում նույնպես, այնպես որ ում ձեռքին ինչ հնարավորություն կա, օգտագործում է, այստեղ մեղադրելու խնդիր չէ։ Կան, ասենք, այլ երկրներում, բայց բոլորն են կփորձեն ուրիշ հարց բոլորն էլ օգտագործում են դա։ Ընդունենք, հասկանանք, համակերպենք այն գաղափարի հետ, որ ընտրություններում ընտրական պայքարը գաղափարների պայքար չի, ռեսուրսների պայքար է։ Եվ ով շատ ռեսուրսներ ունի, ավելի շատ շանս ունի։ Ռեսուրսների տեսակետից ինչպես է գնահատում հաջորդ մասնակցի, հայկական վերածնունդի կուսակցության հնարավորությունները, արդյոք իդեպ համարում եք, որ թեկուզ PR-ի տեսակետից հաջող քայլ արեց Արթուր Բաղդասարյանը, երբ որ արեց այս հայտնի անվանափոխությունը օրինաց երկրից անցնելով հայկական վերածնունդ։
նախ քաղաքական ուժի անվանափոխությունը նույնպես բավականին շատ տարածված է ներկա քաղաքական իրողություններում, ասենք հենց նույն Ռուսաստանում, եթե մենք վերցնենք կառավարող ուժը 4 անգամ փոխեց անունը, ամեն անգամ փորձելով նոր թարմ բրենդով ներկայանալ, քաղաքական տեխնոլոգիաների իմաստով սա լիովին արդարացված է։ Ուրիշ բան է, որ որքանով նրանք կարողանան նախորդ կառավարական կոալիցիաներում եղած բեռից թոթափվել, ինչպես եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ինչպես եւ Դաշնակցությունը, որովհետեւ այդ ինչ որ միտեղ նրանց տվել է վարչական ռեսուրսներ, նոր հնարավորություններ, բայց միևնույն ժամանակ քննադատական որոշակի ուրեմն բեռ է նաև նրանց վրա կուտակել։ Ընտրությունները ցույց կտան, բայց ես ասեմ, որ Դաշնակցությունը եթե ունի այն կայուն որոշակի ընտրազանգված ազգայնական շրջանակ մտածողություն ունեցող ընտրողների շրջանում, հայկական վերածնունդը նախկին օրինաց երկիրը նույնպես որոշակի, այդպես ասած, զանգվածի ֆինանսական ռեսուրսներ վերցնենք թեկուզ հենց 9 քաղաքական ուժերից ով ունի այսօր հեռուստա ալիք, երևի 2-3-ը Ծառուկյան դաշինքն էլ ունի, Դաշնակցությունն էլ ունի եւ Հանրապետականը, որոնցից մեկը ուրեմն հայկական վերածնունդն է։ Իսկ ինչ հզոր զենք է ուրեմն հեռուստա եթերը այսօր եւ ինչպես կարող է նա ինչ ազդեցություն կարող է ունենալ իրավիճակը։ Այստեղ մենք պետք է հավելենք, որ դա գալիս է մեր քաղաքական եւ կուսակցական դաշտի ոչ կայունացված վիճակից։ Որտեղ այն երկրները, որտեղ 100 տարվա ժողովրդավարություն է, այնտեղ իհարկե արդեն ձևավորված 100-ամյա կամ 50-ամյա կուսակցություններ կան, որ իրենց դեմքը, բրենդը երբեք չեն փոխի։ Սա նոր դեմոկրատիաների, նոր ժողովրդավար երկրների հիվանդություն, ու չասեմ հիվանդություն, այլ այն վիճակն է, որ դեռ փնտրտուքի մեջ է։ Եվ մի բան էլ նկատեք, ասենք, եթե ուրիշ երկրներում կուսակցության անվանումը իր, ասենք, ընդգծում է իրենց ուղղվածությունը քաղաքական, դեմոկրատական, լիբերալ դեմոկրատական, ազատական, պահպանողական, անվան մեջ փորձում է շեշտադրումը կատարել եւ դրանով բնութագրում են իրենց ուղղվածությունը։ Մեզանում դա չկա։ Ընտրարշավի վերջին մասնակիցը Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքը։ Այս օրերին լրագրողների սիրած զբաղմունքն է դարձել անընդհատ հիշեցնելը, թե այս դաշինքի անդամ կուսակցության գործիչները, ներկայացուցիչները նախկինում ինչեր էին ասում միմյանց մասին եւ նաեւ նույն երևույթը ինչպես էին գնահատում այժմ եւ նախկինում։ Էլի սա մնում է զուտ լրագրողական քաղաքագիտական շրջանակում, թե սա կարող է ձեր կարծիքով նաեւ ընտրողների վրա որոշակի ազդեցություն ունենալ։ Գիտեք, այստեղ նորից այն ֆենոմենն է, որ ես ասեցի, երբ որ մեր ընտրողները ավելի շատ նայում են ոչ թե կուսակցությանը, ծրագրին, գործերին, այլ դեմքերին։ Եթե նայեք այս դաշինքի մեջ Օհանյանը որևիցե կուսակցության չի ներկայացնում։ Օսկանյանը նորաստեղծ համախմբում կուսակցություն է ներկայացնում, որը կարող եմ հաստատ ասել, այդպիսի լուրջ կայացվածություն Հայաստանի քաղաքական դաշտում չունի։ Ժառանգությունը արդեն բավականին երկար ժամանակ ոնց որ մարել է իր ռեսուրսները եւ այն որ ժառանգական ակտիվ ղեկավարներն այսօր հայտնվել են այլ ցուցակներում մի անգամ եւս ցույց է տալիս որ ժառանգության գործերը մեղմ ասած այդքան էլ լավ չեն այս առումով։ Բնականաբար այստեղ հիմնական դերը խաղալու են այս 3 դեմքերը, որոնք նախորդ ժամանակներում գուցե իրենց ասենք թե նախորդ պետական գործունեության կամ ասենք որոշակի խարիզմայի ուրեմն հույսով մտել են քաղաքական դաշտ, իհարկե այստեղ գլխավոր ինտրիգն այն է, որ ոչ վաղ անցյալում Հայաստանի պետական հիերարխիայում բավականին բարձր դիրք գրավող անձնավորություններից մեկը դարձել է ընդդիմության առաջնորդ եւ սա որոշակի գրգռիչ ազդեցություն ունի եւ հետաքրքրություն այս դաշինքի նկատմամբ մեծ է, բայց ես որպես քաղաքական ասենք թե կանխատեսման դաշտը մտնելով փորձեմ որոշակի կանխատեսումներ անել, ռեսուրսների բավականին լուրջ պակաս կա այստեղ եւ դժվար է կարծել թե նրանք կարող են ցնցում առաջ բերել։ Դե մեծ ռիսկի տակ են իրենք, դե իմ կարծիքով, նախ ասեմ որ առայժմ թվերով չեն երևում իրենք ընտրողի մոտ, էլի։ Մեծ ռիսկի տակ են մտել, որտեղ հին դեմքերով կարծես թե նոր ինչ որ գաղափարներ են առաջ քաշում, բայց մարդիկ իրենց ճանաչում են որովին այլ պաշտոններից, այլ դիրքորոշումներից եւ դա իհարկե բավականին բարդույթ է ընտրողը չի կողմնորոշվելու հիմա քվեարկում ենք իրենց որպես նախկին պաշտպանության կամ չգիտեմ արտգործնախարար թե որպես նոր ընդդիմադիր ուժ, որ իրեն չի դրսևորել։
Եվ վերջին հարցը, որին երկուսիդ էլ կխնդրեի շատ կարճ անդրադառնալ, ձեր կարծիքով արդյոք հանրության մեջ կա արդեն այն գիտակցումը, որ սա ամենակարևոր խորհրդարանական ընտրությունը գոնե այս պահին փոխված դրա կառավարման համակարգի պայմաններում, սա է այն ընտրությունը, երբ իրենք անմիջականորեն հնարավորություն են ստանալու ընտրել իշխանությունը, ձևավորել իշխանությունը եւ այլ փորձ չի լինելու, ասենք, նախագահական ընտրությունների տեսքով։ Չկա, հարցումներից էլ երևում է, որ չկա։ Նախ իրանք երբեք չեն մտածում, որ իրենց ընտրությունով ձևավորել են իշխանություն կամ ազգային ժողով, նախկինում էլ տենց չէին կարծում, որովհետև գիտեն, որ իրենց ընտրությունից քիչ բան է կախված։ Հետաքրքիր, որ ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, որ եթե իմ ձայնից քիչ բանը կախված, ինչու են փորձում իմ ձայնը գնել։ Դե տարբեր ուժեր տարբեր բաներով են գնում։ Իրենք մի մաս ուրախանում է, որ իր ձայնը գնում են, որովհետև սա ամենամեծ, ասենք, փառատոնն է Հայաստանում, կուսակցական sense, որ կարելի է ընտրողի ձայնը նույնիսկ գնահատել եւ գնել։ Եթե մենք շուկայական հարաբերությունների դաշտում ենք, եթե ամեն ինչ ունի իր ապրանքային տեսակը, հա, իր արժիքը, այս այն միակ դեպքն է, որ այն հասարակ ընտրողը տեսնում է, որ իր ձայնն էլ բարձում է ինչ-որ արժեք ունի։ Լինի դա 5000, թե չգիտեմ 20000։ Սա առաջին եւ երկրորդը կուզենայի նշել, որ նաեւ ավելին, երբ մենք հարցնում ենք, որ գիտակցում եք, որ սա միակ ընտրություններն են, նախագահ չենք ընտրելու, սա միակ համազգային համապետական ընտրություններն են։ Մեծ մասը չգիտեն, տեղյակ չեն, իրենց հետ պետք է աշխատել, պետք է բացատրել։ Հարցնում ենք արդյոք կարծում եք արդար կլինի եւ ազատ։ Մեծ մասը ասում են ոչ։ Բայց գնում են ընտրությունների։ Եվ նաեւ հարցնում ենք, այս անգամ ինչ եք կարծում, կհաջողվի ընդդիմությանը միավորվել։ Պատկերացրեք, որ 50-ից 57% նշում են, որ չգիտեն, որ չեն միավորվում։ Իհարկե, սա շատ կարևոր է, որովհետև մենք իսկապես ստեղծում ենք նոր քաղաքական համակարգ, ցավոք սրտի սահմանադրական բարեփոխումը խորհրդարանական հանրապետության անցման այդ փոփոխությունների ընդունումը ոչ պատշաճ ձևով իրազեկվեց եւ հիմա էլ մեկ ուրիշ բան է հիմա խանգարում ընտրական օրենսգրքի չափազանց բարդությունը, որը մարդկանց հնարավորություն չի տալի պատկերացնել եւ վերջորակ տեսեք, եթե նախկինում թմկահարում ենք, որ վերջ արդեն անցնում ենք համամասնական ընտրության, չէ, ու հանկարծ հիմա պարզվում է, որ նորից տեղերում անհատ մարդիկ են ռեյտինգային, նորից այդտեղ հայտնվում են հեղինակությունները, տեղական ֆեոդալներ եւ այլն, սա նորից ամեն ինչ կարծես խառնել է իրար։ Բայց իհարկե ես կարծում եմ, որ մտավորականության զգալի հատվածը հայ հասարակության մեջ հասկանում է այս պահի կարևորությունը։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատության ուղիղ եթերում տեսակետների խաչմերուկ հաղորդաշարում այսօր հանդիպեցին Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը եւ քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գարիկ Քերյանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։